Չավես դե Python-ում math-ը լավ երկար արել ենք, մի քիչ ավելի երկար քան պլանավորվում էր, մի պստիկ էպսիլոնիկով։ Հիմա արդեն բուն ML-ի կտորն ենք սկսում ու հիմնականում սկիզբը լինելու է մեր կառավարվող ուսուցում կոչվածից supervised learning։ Հեսա կակրած կխոսանք թե ինչ տեսակներ կան։ Մի հատ է կարևոր նշում, որ այս նյութի սլայդերը մեծամասամբ հիմնված են լինելու Մյունխենի LMU համալսարանի սլայդերի վրա, առնվազն այդ supervised learning-ի կտորը։ Այստեղ մի հատ եկա դասընթացա վիդեոներով, սլայդերով ամեն ինչ։ Լավ ընտիր սարքած է։ Ես ահագին խորհուրդ կտամ սա որպես տենց ավելի խորը ուսումնասիրության նյութ։ Ես մեջից ծաղկախաղ եմ արել ինչ որ բաներ կլոդն ավելացրել ու ինչ որ բաներ էլ տենց մեկ-մեկ պատահական տարբեր տեղերից ցրել ենք։ Այսօր օրինակ մի քանի հատիկ սլայդ լինելու է, որ եթե չեմ սխալվում, ի սկզբանե fast-ից է գալիս, կամ է fast-ն էլ ինչ որ մի տեղից վերցրել, բայց համարյա միշտ սլայդերը կամ գալիս է իմ սիրելի կլոդից կամ այս դասընթացից։ Ճիշտ այս դասընթացից այլ այդ համասարանի նյութերից։ Բայց այս ոնց որ բան իրավաբանական կտորի հետ կապված, անցնենք մի քիչ ավելի հետաքրքիր կտորների։ Սկզբի կտորը մի քիչ sense բան է լինելու, պատմողական է լինելու։ Զուտ մի քիչ ձեզ sense փորձելու եմ հավասի գցել, թե ինչ տեսակներ կա, ինչեր են անում բանման, ինչը մեր օրերին այդքան էլ բան չի, ակտուալ գործ չի, որովհետև սաղս էլ ջիգարով տեսնում ենք, բայց ամեն դեպքում կփորձեմ ինչ որ մի քանի հատ նորոտ բան ասեմ ու նաև մի քիչ պատմական կտորից գանք ու մի քանի հատ տերմին գցենք տեղը։ Դա պատմողական սկսեմ, սա մի քիչ երկար առաջ կգնամ, մինչև հարցնելը ինչ հարց կա, որովհետև տան շատ բան չկա առանձնապես։ Բայց հա, ուղղակի որպես մի քանի հատ փուճուր նշում, թե ինչ կարգի, որտեղ ասես, ինչ կարգի ասես, մենք ML-ը օգտագործում ենք, այդ ու հավեսային թե որ ասենք օրինակ ասած search engine-ներով ենք օգտագործում, այսինքն ինչ որ բան փնտրելուց ենք այդտեղ օգտագործում, բայց այդտեղ էլ արդեն կամաց սկսում ենք այս search engine-ները մենք ինքներս չօգտագործել։ YouTube, որ մտնում ենք իրանց այդ ռեկոմենդացիաների ալգորիթմը, հատկապես շորթերի այդ սատանայական ալգորիթմը, որ գտնում է թե ինչ վիդեոները մեզ ցույց տա, որ բռնած ժամերով ժամանակ վատնենք մեջը, այդտեղա ջիգարով օգտագործվում։ Google Translate-ն է AI-ով բանում, մեր Siri-ն է AI-ով պատասխանում խոսացած բաներին iPhone-ի։ Մի հատ բան, որ տենց ժամանակին տենց լավ հավեսով թնդացել էր, այն էր, որ DeepMind-ի թիմը օրինակ Go-ով հաղթել էր այդ Go-ի չեմպիոնին։ Այս Go-ն, եթե չգիտեք, եթե չեմ սխալվում, բանն է, այն ավատարի մուլտիկը որ կա է, այն անգ է, այն որ մի հատ խելացի քերի ուներ ինքը տոլի հոպար, այն որ sense չայ էր խմում Ceylon-ով ու մի հատ ինչ որ խաղ էր խաղում, այդ խաղը, եթե չեմ սխալվում, Go-ն է, այն sense շատ խելոք ստրատեգիկ խաղ է, sense սև ու սպիտակ քարերով։ Ունդեղ իրոք պետքա տենց ահագին ջիգարով մտածել ու ստրատեգիա կազմել, որ կարողանալ հաղթել, Go-ն բան, DeepMind-ն կարացել էին։ Հետո շուխուրեր որ բանն էին հաղթել ինչ էր Dota-ի չեմպիոնատ էին հաղթել։ Այս վերջերս իմ սիրելի կատաններ կլոդը խաղում։ Մի խոսքով, տես տեղերում է լավ հավասար օգտագործվում է, բայց մի քանի հատ էլ հետո էլի ծաղկակաղարած բաներ օրինակներ կուղարկեմ, բայց օրինակ հենց Հայաստանում նույնիսկ մի անցած տարի բան եմ տեսել, որ Tesla-ի ավտոյով քշում էին։ Ճիշտ Tesla-ն էր ինքն իրան քշում։ Բժշկական տարբեր ստարտափներ կա, որ մեր բան բժշկական մեր տվյալներն են մոնիտորանում, ընտրությունների հետ կապված տեղերում ալիք AI օգտագործում, վիդեոները հավանաբար տեսել եք սարքած ինչեր ասեսները, բայց այսրանք որպես ոնց որ ուղիղ կիրառություններ, բայց նաև շատ մեծ իմ կարծիքով նույնիսկ ինչ որ չափով ավելի մեծ կիրառություն է, թե իրանք ոնց են օգնում լիքը բաներում, այսինքն ոչ թե հենց ստեղծում են նոր բան, այլ օգնում են ստեղծել նոր բան, օրինակի համար թե ինչքան են բժիշկներին օգնում, ինչքան են ֆիզիկներին օգնում, ինչքան են թեկուզ, ասենք, օգնում, որ սլայդերը սարքենք։ Այսօր չնայած խայտարակ եղա չհասրեցի սլայդերը նորմալ բզեմ, դրա համար sense եսի ինչա, բայց համարյա միշտ օրինակ կլոդն է մեր սլայդերը սարքում, դե գիտեք։ Բայց մի խոսքով, մեկ էլ որ այդ AI բանման տերմինների հետ կապված որ մի հատ բարի շենք, եթե լսում եք AI, այդ հավանաբար ինչ որ տենց ռեկլամային բան է, ոչ տեխնիկական մարդ է ասում, չնայած արդեն տեխնիկական մարդիկ են սկսում ասել, այդ արհեստական բանականությունը ավելի շատ ոնց որ շատ ընդհանրական, շատ թիթիզ տերմին է։ Բուն մեր գործը որ անենք, այդ machine learning կոչվածն է լինելու, մեքենայական ուսուցում, որը որ կարանք ինչ որ չափով նաև ասենք, որ առաջացել է վիճակագրական մոդելավորումից, ու իր ենթաբազմությունն էլ որպես կարանք ասենք խորը ուսուցումը։ Խորը ուսուցումը այդ ուղղակի այն է, երբ որ արդեն
գործ ունենք տենց լավ ջիգարով խորը բարդ ցանցերի հետ, որ տենց մագիայի պես են աշխատում, չենք հասկանում ոնց են անում, բայց ոնց որ շատ-շատ large մակարդակով է այս տերմինը օգտագործվում, էլի մի քիչ տենց մշուշոտ է արդեն ինչը դա է, ինչը չէ։ Կա փորձեր տենց հստակ սահմանում տալու, computer program is said to learn from experience with respect to time to blah 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 blah, եթե հետարքիր է կարող ավելի մանրամասն կարդակ, կներեք, բլա բլա բլայով ասացի իբր տուֆտաբան է, բայց լավ սահմանում է, կարակ նայեք։ Ու այս AI-ը եկել է հələ դեռ 1940-ական թվականներից, Ալան Տյուրինգը բրիտանացի, ով որ հայտնի է որպես Բենեդիկտ Բլումբրեչի բան, որ խաղացել էր Enigma կինոյում, այդ բրիտանացի բանը, որ քանդել էին ֆաշիստների կոդը, կներեք, ֆաշիստների չէ, նացիստների կոդը, որ քանդել էին, այդ Ալան Տյուրինգն էր, ում լավ տանջալի կյանք ունեցա, բայց մի խոսքով ինքը այն կնքահայրերից է համարվում AI-ի, որտեղ ինքն առաջին տենց ֆորմալ սկսել աշխատել այդ մեքենաների մտածելու թեմաներից, սենց ասած մտածել։ Այս դիագրամը տենց բավականին հայտնի ու մի քիչ հնոտ դիագրամ է։ Այսա իրանով քայլ առ քայլ կանցնենք ավելի շուտ։ Հիմա մեր տվյալները մենք մեր խնդիրները կարանք բաժանենք ըստ մի քանի բանի։ Միշտ ունենք ինչ որ տվյալներ x1, x2 կամ ունենք կամ գիտենք իրանց ոնց առաջացնենք, բայց մի խոսքով ինչ որ մի մուտքի գաղափար ունենում ենք։ Ու հիմա եթե մի հատ էլ ունենք թիրախ, օրինակի համար գիտենք ասենք այս A հիվանդը առողջացել է, B հիվանդը չի առողջացել, կամ տաքսի բանն առողջացել է 1000 դրամ կամ առողջացել է 500 դրամ։ Երբ որ ունենք պիտակ, հստակ գիտենք թե ինչ է նշանակում ճիշտ կոնկրետ օրինակի համար։ Այդ դեպքում մենք գտնվում ենք supervised learning-ի պարադիգմայի մեջ։ Supervised նշանակում է կառավարել է, այսինքն մենք process ունենք, որով հստակ լավացնում ենք։ Ընդ ուրիշ տեղեր էլ ունենք, բայց ուղղակի ստեղ ակնհայտ է, ստեղ գիտենք հստակ մեր թիրախը ինչ է։ Ու ինքը իր հերթին բաժանվում է կառավարվող ներողություն, կլասիֆիկացիայի ու ռեգրեսիայի խնդիրների։ Կլասիֆիկ կախված է բանից, տվյալների թիրախի բանից, տեսակից։ Եթե թիրախը անընդհատ է, այսինքն կարող լինի 1002, 453.5 եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում գործ ունենք ռեգրեսիայի խնդիրները, դրանք տանգին գուշակել։ Եթե մի քանի դասից մեկն է, այսինքն կոպիտ ասած, եթե հնարավոր արժեքների բազմությունը անվերջից փոքր է կամ վերջավոր լավ փուճուր թիվ է, այդ դեպքում կլասիֆիկացիայի հետ գործ ունենք։ Օրինակ 0 ու 1-երի մեջ ենք տարբերակում, սա կոչվում է բինար կլասիֆիկացիա։ Երկու դեպք ունենք։ 0, 1, 2, 3 տուդի-սուդի մուլտիկլաս կլասիֆիկացիա մտանք։ Ռեգրեսիան էլ նա, որ արդեն ամբողջ թվեր ենք գուշակում։ Ներողություն, իրական թվեր ենք գուշակում, ոչ թե ուղղակի ամբողջ թիվ։ Չենք ասում դասակարգում զուտ։ Հա։ Հետո ունենք չկառավարվող ուսուցումը։ Այս են դեպքն է, երբ որ արդեն չունենք թիրախ։ Այսինքն մեզ ակնհայտ չի թե ինչ ենք ուզում բանել։ Օրինակի համար ոնց որ լիքը մարդիկ գալիս են ինչ որ կայքից օգտվում են, իրանց համար ինֆորմացիա ենք հավաքում, բայց չգիտենք ով ինչ տեսակ մարդ է։ Հիմա ոնց իրանց բաժանենք տարբեր խմբերի։ Կարանք օրինակ ասենք եկեք բաժանենք ցենց ինչ որ ըստ մոտիկության խնդիրների, սա կկոչվի տենց clustering-ի խնդիր։ Cluster կամ խմբերի բաժանել, բայց միտքը նա է, որ մենք հստակ չգիտենք սա իրականում այս թիմից էր այս մեկը, թե այս թիմից էր այս մեկը։ Կամ օրինակի համար մի հատ ուրիշ խնդիր ունենք, մի հատ ինչ որ բարձրաչափ բան, այս կակրաս մի քիչ քննարկել ենք նախորդ դասին։ Բարձրաչափ մի հատ ինչ որ պատկեր ունենք, ու ուզում ենք իրան վերենք ցածրաչափ տարածությունում պատկերենք։ Հիմա այդ պատկերու ձևերը լիքը կա, ինչ իմանաս որ մեկն է ճիշտ ձևը։ Դա չափականության իջեցման dimensionality reduction-ի խնդիրն է, որ բավականին տիպիկ unsupervised learning-ի խնդիր է։ Հա, ու այս մեր clustering-ը, որ տարբեր ձևերով կարանք իրան առանձնացնել։ Մի քիչ այս հատկապես վերջերս տենց լավ թափ հավաքած բան այդ reinforcement learning-ն է։ Reinforcement learning-ի դեպքում մենք ստեղծում ենք աշխարհ, այսինքն ստեղծում ենք մի հատ ինչ որ սիմուլյացիա, սցենար, ինչ որ մի բան, որտեղ որ մոդելը քայլ է անում, տեսնում է թե ինչ արդյունքի դա բերեց, ու դրա իր քայլը դզում է։ Օրինակի համար ինքը իր հետ շախմատ է խաղում։ Մենք տես չի բան, կամ լավ շախմատի օրինակ եթե չբերեմ, կամ չբերեմ, որ լավ էլ օրինակ է։ Շախմատի դեպքում օրինակ մոդելը սովորում է, մենք չունենք այդքան մեծ բազա տվյալների, որ մարդկանց խաղացածները իրան ցույց տանք, ասենք դե սովորի հասկացի ոնց լավ խաղալ, որովհետև հիմա իմիկվա մոդելները
մարդկանց էլ են ջարդում, էլի հեռախոսը կարա Մագնուս Կարլսոնին ուղղակի տենց ավիրի։ Չեն կարա մենք մեր տվյալները սարքելու վրա հիմք ունենանք։ Պետք է շատ արդեն ասենք AI ջան, արի ինքդ քո հետ խաղա, տարբեր սցենարներով գնա, մենք քեզ ուղղակի կտանք ֆունկցիա, թե ոնց գնահատել, թե ինչքանն է լավը քո պոզիցիան։ Ու հաշվարկային հզորություն ենք նաև իրան տալիս շախմատի դեպքում, ընդ մի քիչ խորը գնում նայում է։ Բայց ամեն դեպքում օրինակի համար բան։ Ուզում ենք Tetris խաղա։ Կամ մի քիչ ավելի լուրջ բաներ գնանք, ուզում ենք դեղ մշակի։ Կարանք իրան հետ տեսենք բջջային մակարդակի վրա սիմուլյացիան սարքենք, կներեք, եթե ոչ թե սխալ տեխնիկական բաներ ասեմ, բժշկական, բայց կարանք ինչ-որ կոպիտ ասած սիմուլյացիա սարքենք, որտեղ այդ պրոտեինները գան իրար կպնեն կամ չկպնեն բանման, ու ինքը հասկանա ոնց իրանց մոդելավորի։ Այսինքն այս սցենարներում մենք ուղղակի տալիս ենք իրան փոխազդելու համար աշխարհ։ Սրա մեջ իմ ջարս դուք բոլորդ մասնակցել եք, որովհետև օրինակի համար GPT-ի մեջ կամ ուրիշ բաներում կա reinforcement learning from human feedback գաղափարը, որտեղ որ երբ որ օրինակ տեսել եք GPT-ն 2.0-ով կամ Claude 2.0-ով պատասխան է գեներացրել, ասել եք ընտրեք որն է ձեզ շատ դուր գալիս, դուք փաստացի մասնակցել եք այդտեղ այդ նույն process-ին։ Հա։ Ու ել ավելի հետաքրքիր կա սրանց արանքում բաներ։ Օրինակի համար էս supervised ու unsupervised-ի փոխարեն կա self-supervised։ Սա ավելի շատ supervised-ն է, բայց unsupervised տվյալներից։ Ու սա այն ամենաֆունդամենտի կտորն է բանի, լեզվական մոդելների օրինակի համար, որովհետև մենք չունենք մի տոննա պատրաստի տեքստային տվյալներ, որ ասենք, գիտես ինչ, այս նախադասությունը դրական է, այստեղ հաջորդ բառը միանշանակ պետքա սա լինի եւ այլն եւ այլն։ Ուղղակի վերցրել են ինտերնետից մի աշխարհ տվյալներ բան են արել, ասենք ստեղ տեսել են գրածա ես սիրում եմ պանիր օրինակ, ասել են պանիր բառը պահկվածնում եմ, այս 3 բառը տալիս եմ, սա գուշակի, կամ սիրում բառը պահկվածնում եմ, ես եմ տալիս քեզ ու եմ պանիր, գուշակի։ Այս Google-ը այս երկրորդ տարբերակով է, GPT-ն այս առաջի տարբերակով, այսինքն եղած տեքստերից իրանք իրանց համար մոգոնել են տվյալներ։ Կամ օրինակ նկար ա եղել, ասել են այս նկարի վրա մի հատ լիքը աղմուկ ավելացնեմ, մի հատ սա բռնեմ, sense պտտեմ, ստեղ եմ մի հատ չգիտեմ, կեչուփ թափեմ պատահական, ու ասեմ դե հիմա հետ սարքի նոր նկարը։ Փաստացի չունեի թիրախ, ունեի ուղղակի մի հատ ինչ-որ եղած տվյալ, որը որ չգիտեի ինչ է։ Իրան ծռմռեցի կամ իր հիմքով ինչ-որ բան սարքեցի, ստացա արդեն տվյալ ու կարող եմ գամ կառավարող ուսուցման սյուժետ։ Սա մեր մոտ self-supervised learning-ն է օրինակ։ Այդ հիմնականում առաջի քայլն է լինում հենց տենց մեծ լեզվական մոդելներ սարքելու։ Իրան անվանում են pretext task, հետո օրինակ գալիս են արդեն supervised, արդեն գալիս են սիրուն մաքուր հավաքած տվյալների վրա սովորացնելուն, բայց այդ որպես օրինակ։ Կա նաև semi-supervised, որ ասենք ինչ որ բաների համար պիտակ ունենք, ինչ որ բաների համար չունենք, հիմա ոչ այնա այս չունեցածը շպրտենք, ոչ այնա այս ունեցածի համար պատկերացնենք, որ չունենք գանք լրիվ ստեղ։ Այդ աշխարհների արանքում էլի ապրելու տեղեր կա, բայց սրան ոնց որ լավ հետո են գալու, էլի հիմա դեռ առանձնապես բան չի, էական չի։ Ուհա, մի քանի հատ օրինակ եթե բերենք, այստեղ մի հատ հղում եմ դրել վիդեոյի ոնց է, այս լավ հին վիդեո է, բայց ոնց է AI-ը խաղում բան, պահկվոցի խնդալու է ազոտ, էլի դրա համար եմ դրել որ նայեք։ Բայց ասենք շատ լուրջ հստակ օրինակներ, որոնք որ կարանք բանենք, այդ ասենք նախադասության ավարտը կամ օրինակի համար հենց այս clustering-ի բանով պատկերացրեք մարդկանց ունենք ու խմբերի բաժանած գիտենք թե օրինակ ով ինչքան արյուն է տվել, ով ինչ տեսակի, ով ինչ տարիքի է, ով ինչ քաշային խմբի է եւ այլն, ու իրենց փորձենք խմբավորել։ Իմանանք օրինակ որին ոնց վերաբերվենք։ Այդտենց 4 խառը օրինակներ։ Այսա մի հատ ոնց որ խաղալիք օրինակ բերենք, որը դրանով մոտիվացնենք կառավարվող ուսուցման հիմնական օբյեկտները, ու հետո արդեն կգնանք առաջ հերթով քայլ առ քայլ ֆորմալիզացնելու։ Ջան, այսինքն կարելի է ասել, ասում եմ ձայնս։ Այդ կառավարողն ու չկառավարվողը իրարից տարբերվում է, որ կառավարվողը ժամանակ տվյալները հայտնի են, իսկ չկառավարվողի ժամանակ անհայտ է, ասես կարելի է ասել։ Տվյալ ասածս ոնց որ ոչ թե տվյալները, այլ թիրախ է, այսինքն պատկերացրեք օրինակ մի դեպքում ունենք մարդու սեռը, մարդու քաշը, մարդու տարիքը օրինակ, ու всё, իսկ մյուս դեպքում օրինակ մեկ էլ գիտենք ինքը օրինակ արյուն հանձնելուց վատացել է թե չի վատացել։ Այսինքն ճիշտ պատասխան գիտենք։
Իսկ մյուս դեպքում հստակ սահմանված չի ընդհանրապես թե ճիշտ պատասխանը ինչն է։ Okay։ բուն տարբերությունը է դեր էլի։ Այսինքն ըստ էության ոնց որ մի հատ սյուն էս կոմեն, էլի մեկը կարող է լինի 100 սյունանի տվյալներից, մեկը 101 սյունանի տվյալներից, էլի։ Մերսի հարցի համար։ Այսինքն classification-ի ժամանակ մենք զուտ գտնում ենք ինչ որ խմբեր իրար մոտ։ Ավելի շուտ ոչ թե խմբեր, այլ փորձում ենք գտնել ալգորիթմ, որ ամեն մի տողի համար գուշակություն անի։ Այսինքն կոպիտ ասած կարանք ասենք, որ տվյալները փորձում ենք բաժանել մեկերի ու զրոների խմբերի, բայց այդ խմբի կոչված միտքը այն ձև նույնը չի լինի, ինչ օրինակ այդ clustering կոչված ալգորիթմը, որտեղ կոնկրետ սեգմենտերի բաժանում ենք անում, էլի։ Այստեղ օրինակ կարող է նույնիսկ պլանավորած չիմանանք, թե քանի խմբի ենք ուզում բաժանենք, իսկ այստեղ մենք օրինակ հստակ 0-ից 1 թիվ ենք գուշակում, որը հետ, ասենք 0.35, որը հետո կարանք բերենք 0-ի ու ասենք դու 0-ների խմբից ես։ Դե լավ, եկեք իմ սիրելի խաղալիք օրինակը բերեմ ու դրանից հետո գանք ֆորմալիզացնելուն, կներեք ձեռագրիս համար, ինչպես բախտը պետքա վիճակվի, հենց այսօր գրիչի զարաթքանի վերջո մեռավ, բայց պատկերացնենք, ունենք մի հատ ինչ-որ այգի, օրինակ անգլիական այգին, որովհետև ես սիրում եմ այդ այգին, ու այստեղ կան նստածած ծառեր։ Օրինակի համար ծառեր, մարդ նկարեցի։ Այսինքն տարբեր կոորդինատներում նստածած ծառեր ունենք։ Ու հիմա պատկերացրեք, որ մեզ ասել են, կարաս գաս մտնես այս սկզբնակետից մտի, ինչ որ մի հատ ուղղություն ընտրի, օրինակ այսպես։ Ու պատկերացրեք, ոնց որ այս պայդրությամբ ստեղ ոնց որ sense ցանցերով բան արած է, էլի, sense այն հողի համար բաներ օրինակ շատ sense աղյուսակակարճ սարքած։ Ու ամեն անգամ երբ որ ուզում ենք այս ծառից ինչ որ բան քաղենք, գալիս հասնում ենք այստեղ օրինակի համար։ Այստեղից մեր ձեռքը ձգում ենք, գալիս ենք, փորձում ենք այստեղից քաղալ մեր համար հավաքել ամեն ինչ։ Հետո գալիս ենք այս մյուսի մոտ, այստեղից ենք ձեռքը ձգում, այստեղից քաղում, գալիս ենք այստեղ, ստեղից ենք ձեռքը ձգում, քաշում։ Հիմա պատկերացնենք ոնց որ մի հատ պրինցիպի խելքին մոտ սահմանափակում են, որ ինչքան հեռու լինի այս ծառը, այդքան ավելի քիչ բերք կարանք հավաքենք։ Ու ինչքան քիչ բերք հավաքեցինք, այդքան սոված ենք մնալու, ասենց ասած։ Հիմա մեր նպատակը լինելու այն, որ ինչքան կարանք շատ բերք հավաքենք, օրինակ, չէ՞։ Ահա։ Հիմա ժողովուրդ, պատկերացրեք, այստեղ ծառերն են, մտել եք, այս ուղղությամբ գնացել եք, այս սկզբնակետով։ Ու արդյունքում ահա որ քիչ բերք եք հավաքել։ Հիմա հաջորդ քայլով ձեր նոր ուղղությունը, որ պետք է ընտրեք անկյունը, մի քիչ կփոխեք, թե ահա որ շատ կփոխեք։ Ահա որ շատ կփոխեք, չէ՞, որտեղ ահա որ սոված էիք մնացել։ Կտրուկ շատ ուժեղ կփոխեք, օրինակ sense կգաք արդեն մի քիչ սոված կլինեք։ Այդ դեպքում հաջորդ քայլով արդեն մի քիչ կդզեք, չէ՞։ Այսինքն ըստ էության ոնց որ այն մեր փոքր վախտվա այն տաքասառը խաղի պես լինի, չէ՞, որ եթե շատ վատ ենք, շատ վատ արդյունք ենք ունենում, պետքա շատ ուղենք մեր սկզբնականը, եթե շատ լավ արդյունք ենք ունենում, պետքա շատ ֆիքսենք մեր ճանապարհը։ Պետքա մի քիչ արդեն դզենք, եթե մի քիչ ենք սոված մնացել։ Հիմա այս սցենարով եթե պատկերացնենք, իրականում կառավարման ուսուցման մեջ լրիվ նույն բանն է տեղի ունենում, ուղղակի մեզ ինչ է պետք ֆորմալիզացնել։ Մեզ պետքա հասկանալ, այդ որ ասենք ինչ որ ճանապարհով գնում ենք, այս օրինակ։ Այս ոնց ենք հստակ սահմանում։ Այս մեր ճանապարհը դա մեր գիծը, ասենց ասած, ինքը մեր մոդելն է լինում։ Այս մեր գուշակության գաղափարն է։ Օրինակ այս կետում եթե լինեմ, ես կպատկերացնեմ, որ ես այստեղ եմ։ Այս մեկ։ Հետո մեզ պետքա ֆորմալիզացնել, թե ոնց ենք սահմանում, թե ինչքան սոված ենք մնացել, կամ ինչքան շատ ենք քաղել։ Սա մեր սովածությունը մեր սխալանքն է։ Իրան նաև վիճակից որպես ռիսկ ենք մենք ճանաչում, այսինքն թե ոնց չափել, թե ինչքան ծուռ ենք։ Ու երրորդ բանը այն է, որ օքեյ, լավ, բայց հիմա ոնց ուղենք մեր update-ը ոնց անենք։ Հասկացանք, որ սոված ենք մնացել, հաջորդ քայլով ոնց ուրիշ ձև շարժենք։ Էդ էլ մեր թարմացման փուլն է, որը մեր կարանք պատկերացնենք որպես օպտիմիզացիայի ճյուղ, ու մեզ հայտնի gradient descent-ն է։ Հիմա հերթով ֆորմալիզացնելով կգնանք, այստեղ ինչ որ բաներ, եթե շատ խորը չանցնենք, այդ նրանից է, որ մաթեմի կտորում արդեն ծածկել ենք, օրինակ gradient descent բամանել, այտենց
մի երկու ամիս ծախսել ենք օպտիմիզացիայի թեմայի վրա, դրա համար ստեղ ուղղակի կասենք երկու բառով։ Դե լավ, առաջի կետը այդ մեր մոդելն է, այսինքն այդ մեր գուշակությունը անելու տարբերակը։ Ըստ էության, ասում ենք մենք ինչ-որ x մուտք ունենք, հիմա ուզում ենք ինչ-որ y ելք ունենք, օրինակ քառակուսի մետրերը ստացել ենք, որ 10 է, հիմա ծանգին ոնց բան ենք, օրինակ ասենք 10 անգամ 1000։ Հիմա սա մեր մոտ կլինի այս f10-ը։ Այս մեր ֆունկցիան կլինի։ Այսինքն մեր մոդելը իրան նաև անվանում են հիփոթեզ, ինքը արտապատկերում է մեր մուտքի տվյալներից, այս x-ից, դեպի մեր այդ ելքի տարածություն։ Օրինակ, եթե միաչափ դեպքում ենք, դեպի r1, այսինքն գուշակում ենք ամեն մեկի համար թիվ։ Եթե օրինակ եռաչափում լինենք, ասենք առաջի դասի համար ինչ-որ թիվ կգուշակենք, երկրորդ դասի, երրորդ դասի, բայց բազմաչափը հետո։ Այսինքն տվեցի տվյալներ, մոդելը տվեց գուշակություններ։ Այս մեր սցենարն է, այս մեր f-ն է։ Հիմա այս արտապատկերումը կարող լինի մեծամասամբ ինչ ասենք։ Կարող լինի ուղղակի 3 անգամ x, սա էլ է մոդել, կարող լինի մի հատ ինչ-որ ծառ, որը որ նայում է ըստ արժեքների տարբեր ճյուղերով է գնում, հետո ըստ դրանց ուրիշ ճյուղերով է գնում, վերջը գուշակությունը որպես ինչ-որ միջին բան է տալիս եւ այլն եւ այլն։ Կարող լինի խառը խշտիկ նեյրոնային ցանց, կարող լինի լեզվական մոդել եւ այլն եւ այլն։ Մոդելը տենց ընդհանուր շատ լայն տերմին է։ Իրան մաթեմով կարող ուղղակի պատկերացնենք, որ մեր սաղ գործը այդ արտապատկերում կառուցելն է, ոնց մուտքերից գնալ դեպի ելքեր։ Ու հիմա այն բազմությունը ընտանիքների, որոնք որ մենք դիտարկելու ենք, ինքն էլ անվանում է հիփոթեզների տարածություն։ Այսինքն մենք, երբ որ այստեղ օրինակ ասում ենք բան ենք անում, այս կետից սկսում ենք ու ինչ որ ուղղությամբ գնում ենք, այստեղ մեր հիփոթեզների տարածությունը կա x-ն։ Օրինակ երբեք 0.3-ով չի անցնելու այս ֆունկցիան։ Դե ինքը միշտ սկզբնակետով է սկսում։ Ինքը ինչ է լինի, kx տեսքի է լինելու։ Մենք հիմնականում միշտ այս կառուցվածքային մեր կողմնապահությունը մեջը դնում ենք։ Մենք ասում ենք, մենք ման են գալիս այս տեսակ մոդել։ Հիմա ոնց ընտրել թե ինչ տեսակ մոդել ենք ուզում ման գալ բանման, այդ ընթացքում կմշակենք, բայց հա, մեծատար հաշը մեր հիփոթեզների տարածությունն է, բոլոր հնարավոր f-երի բազմությունն է։ Ու այս բազմությունը, եթե հենց կոնկրետ գծերն է, պարամետրիզացիան էլ այդ ֆունկցիաները իրանք ասոցացնելն է ինչ-որ պարամետրերի հետ։ Օրինակի համար 3x ֆունկցիան մենք կարող ենք ասոցացնենք 3 պարամետրի հետ, որովհետև այստեղ փոփոխականը մեր մոտ 3-ն է։ Այսինքն այս f հետ անել այդ բոլոր պարամետրերի ընտանիքն է f-ին պատկանող բոլոր մոդելների։ Այստեղ ժողովուրդ մի հատ նշում ասեմ, որ կարող եմ մի քիչ շատ եմ տերմիններ բանում ու մի քիչ կոնկրետ տեխնիկական տերմիններ եմ բանում, էլի ես օրինակ ինչ որ լիքը նյութերում այսքան տերմինով չէի սկսել։ Ուղղակի եկեք որպես սկիզբը մի հատ ճիշտ տերմիններով խոսանք, որ հետագայում կարողանանք ոնց որ բառապաշարը լավ պահենք, էլի։ Բայց ոնց որ չնեղվեք, որ տենց չափից շատ նոր բառեր ա մեր մոտ գալիս ու ինչ որ կարող թիթիզ բարդ բառեր են, հիփոթեզների տարածություն բանման։ Հա, մի խոսքով, այս հիփոթեզների տարածության մեջ ու պարամետրերի տարածության մեջ մեկը մեկին կապ կա, էլի։ Պարամետրերը նշանակում են, թե ինչ մոդել ենք վերցնում, ու հիմա մենք պետք է մեր օպտիմիզացիան անենք այս պարամետրերի տարածության մեջ։ Մենք ուզելու ենք գտնել լավագույն պարամետրները մեր մոտ։ Երկու հատ գծագրով արագ օրինակ եթե ցույց տանք, օրինակ եթե սկզբում մեր մոտ kx-ներ, հիփոթեզների տարածությունը օրինակ θ0 գումարած θ1 x-ն էլ, որտեղ որ մեր պարամետրը արդեն եկեք sense հաստ θ-ն կլինի θ0 θ1-ը, սա մեր մոտ լինելու է r2 տարածությունը, այսինքն ինչ որ երկու հատ պարամետր ենք վերցնում, էլի։ Ու սա էլ տարածությունից ինչ որ վեկտորներ, մոդելների տարբերակներ է լինելու մեր մոտ։ Կամ օրինակ կարող ունենանք մի քիչ ավելի թիթիզ բան, օրինակ 6-չափ տարածությունից վերցնենք, որ նաև այս x1 x2 ունենք, իրանց կոմբինացիաներն են նայենք, interaction-ները, ու նաև իրանց պարաբոլիկ մոտեցումները։ Այս օրինակ կլինի ուրիշ հիփոթեզների ընտանիք։ Մի քիչ նաև մեր ժամանակապետք որ բան ենք, էլի, ոնց որ մենք է զուգամիտ ենք ճիշտ ոճի, որտեղ լիքը մարդու հետ նոր ենք, ինձ էլ է դժվար էլի պատկերացնել ում էր ինչը ակնհայտ, երբ էր ինչ-որ բան շատ արագ, շատ դանդաղ։ Դրա համար մի քիչ կարող է պաուզաները շատ տամ։ Ու հիմա մի հատ կոնկրետ օրինակ, եթե դիտարկելով գնանք կառավարվող ուսուցման, պատկերացնենք ունենք մի հատ sense խնդիր,
Մեր մոտ կա սյուներով թե քանի հոգի է օֆիսում ու ինչքան աշխատավարձ են իրանք ստանում ու որպես մեր մոտ թիրախ ուզում ենք գուշակել թե իրանք քանի շաբաթը քանի ժամ կաշխատեն պրոդուկտիվ ժամանակ ճիշտ էլի ներողություն հիմա այստեղ կարա տարբեր հիփոթեզներ ունենք կարող ինչքան շատ մարդ ունենք այդքան գնալով պրոդուկտիվությունը մեծանում բայց ինչ որ լիքը մարդ է որ գայսա սկսում են նորմալ գործ չանել օրինակ աշխատավարձը որ շատ ենք տալիս սկսում են բան ջիգարով գործ անել մի քիչ էլ ենք շատ բան անում տած ասում են դե լավ հավայի մեր համար արդեն ոնց որ տեղները տաքանում է սկսում են շատ գործ չանել մի խոսքով կարանք sense ինչ որ տարբեր լիքը հիփոթեզներ ունենանք բայց ուզում ենք հասկանալ թե ոնց կարանք սա մոդելավորենք այսինքն ստանալով x1 x2 գտնել մի հատ ինչ որ արտապատկերում fx1 fx2 որ մոտավորապես հավասար կլինի այս մեր y-ին Սա մեր մոտ լինելու է ռեգրեսիայի խնդիր։ Ռեգրեսիա, որովհետև ունենք անընդհատ տվյալներ մեր մոտ։ Ու հիմա, քանի որ չգիտենք թե հստակ ոնց կարանք իրան մոդելավորենք, օրինակ մի հոգի օֆիսում որ ավելանա, ինչքան պետք է ավելանա պրոդուկտիվ ժամերի քանակը, իսկ եթե աշխատավարձը փոխենք բանման, մենք ուզելու ենք հիմա օգտվել ինչ-որ նոր ալգորիթմից, որ հիմնված մեր ունեցած տվյալների վրա, այս մեր տեսած տվյալների վրա սարքենք մի հատ ինչ-որ մոդել, օրինակ իմանանք, որ x1-ը բազմապատկում ենք 500-ով, հանում ենք 2 անգամ x2-ը, որ հետո երբ որ նոր տվյալներ ունենանք, իրենց տանք որպես մուտք այստեղ ու ստանանք արդեն մեր գուշակությունները, որ կարողանանք օգտագործել։ Այս predictive AI-ը կոչվում, որ գուշակություն ենք անում, կարող անենց լիներ չուզենք է նոր տվյալների վրա գուշակություն անենք, դա էլ valid դեպք կներ, բայց հələ ոնց որ ամեն ինչ վանիլային օրինակով գնանք, էլի ժամանակին հələ ճյուղավորվելու ժամանակներ դեռ կունենանք։ Ու այստեղ մի հատ էլ նոր տերմինի գալու որ լինենք, պետքա սահմանենք, թե ինչ բան է learner-ը։ Learner կամ իրան նաև inducer են անվանում, կամ learning algorithm, սովորելու ալգորիթմ։ Իսկ ամենահարմարը այս learning algorithm տերմինն է։ Բայց հիմա իր միտքը այն է, որ ինքը վերցնում է տվյալները, եկեք գրենք sense in մեր inducer-ը վերցնում է տվյալներ, dataset ու վերցնում է կոնֆիգուրացիա։ Այս կոնֆիգուրացիան մեծատառ լամբդայով ենք նշանակում։ Հիմա կոնֆիգուրացիան կարող լինի օրինակ նա, որ ասում ենք մենք մենակ ուղիղ գծեր ենք բան գալիս։ Կարող լինի նա, որ հեսա հետագայում gradient descent որ ասենք իր ալֆա պարամետրը հավասար է 0.1-ի։ Ինչ որ կոպիտ ասած նաստրոյկաների տվյալներ, էլի, թե ոնց են կարգավորում իրեն։ Վերցնում է դրանք ու մեզ վերադարձնում է հիփոթեզ։ Իսկ մեզ վերադարձնում է մոդել։ Հիմա մեր սա օպտիմիզացիայի գործը լինելու է այսա բռնել կազմակերպելը։ Դատան վերցնելու ենք, լամբդան մեջը մտցնելու ենք, պարամետրերը ստանալու ենք մոդել, հետո հետագայում նոր տվյալները դնելու ենք այս մոդելի մեջ, ստանանք գուշակությունները։ Ու արդեն սա հարցը գալիս է նրան, որ դե հիմա ոնց սահմանենք, թե ինչքան լավն է ամեն մի եղած գուշակություն։ Այսինքն եղած մի հատ ինչ-որ հիփոթեզի համար ունեմ օրինակ այս տվյալները, այս գիծն եմ գծել, ինչքանով է ինքը լավ է։ Դե ժողովուրդ, եթե ունեմ մի հատ ինչ-որ, նշում եմ։ Ուզում եի հասկանալ, այսինքն լամբդան հիպերպարամետրերն են, որ ի սկզբանե տալիս ենք ու հետո չեն փոխվում։ Հա, շատ ճիշտ է։ Այդ տերմինը չի ուզում դեռ ասեի, բայց հա, շատ ճիշտ է, հիպերպարամետրերն է։ Մենք հիմա ունենք ինչ-որ f(x) ու ունենանք այս մեր մոտ x1, x2-ը, գիտենք x1-ը ընդունում է y1 արժեքը, x2-ը ընդունում է y2 արժեքը։ Օրինակի համար մեր գիծը գտել ենք այսա։ Հիմա մենք որ հաշվելու լինենք, այս x1-ը տեղադրելու ենք f-ի մեջ, ստանանք ինչ-որ fx1, ստեղը ստանանք ինչ-որ fx2։ Հիմա պետքա բռնենք տեսնենք, թե ինչքանով ենք վատ գուշակել, չէ՞։ Այսինքն մենք ունենք այս y գլխարկ գուշակությունները ու ունենք իսկական y-ները։ Հիմա ոնց չափենք, թե ինչքանով է սա վատ։ Իրականում վիճակից ու մաթեմից արդեն լիքը խոսացել ենք սրա մասին, տենց L1, L2, հետո ահագին խոսացել ենք, թե ոնց է mean squared միջին քառակուսային շեղում նվազեցնելը նույնը ինչ maximum likelihood estimation անելը նույնը ինչ ինֆորմացիայի տեսությունից այնտեղ Kullback Leibler divergence բանման այս ժողովուրդ նորեկների համար ասում եմ ոչ թե որ վախենակ, այլ որ իմանաք, որ նախորդ նյութերում լիքը բան կա, որ սրան կարա օգնի, որ սուպեր կրիտիկական չի, ուղղակի սիրունությունը ավելացնում, էլի, նենց
Հեսա որ ասեմ L2 loss ենք օգտագործելու, կասեք բախի ենք L2 օգտագործում, այնտեղ լիքը պատասխան կա թե խի ենք L2 sense օգտագործում, էլի։ Սա ուղղակի գիտություն։ Բայց օրինակ եթե ունեմ այս սյուժետը, ինչ կառաջարկեք, ոնց կարամ սահմանեմ, թե ինչքանով է սա ծուռ գուշակել։ Ինչ հաշվեմ։ Ինչ մտքեր կան։ Այդ կետից միջև այն վերևի կետիկը եղած հեռավորությունը հաշվենք կամ արժեքների իրարից հանենք։ Ընտիր։ Ամենաինտուիտիվ առաջի քայլն է, չէ։ Լսում եմ։ Հա, օքեյ։ Այսինքն բռնենք ասենք y1 հանած fx1 գումարած մյուս սխալն էլ y2 հանած fx2, չէ։ Հիմա այստեղ ինչ խնդրեմ կարա մեր մոտ լինի, եթե սա օրինակ եկեք սրանում դնեմ 5-ը, սա թող լինի 3, սա թող լինի 6, սա թող լինի 4, ես ըստեյության ասում եմ 5-ից հանած 3 գումարած 4-ից հանած 6, չէ։ Կետից հանում եմ իսկական արժեք։ Այսինքն իմը ստե լինում է 2 գումարած մինուս 2 ստացվեց 0։ Ստացվեց իդեալական, սխալ չկա։ Չեք Սիներով չենք անում ես, որպեսի սխալը չլինի, այսինքն որ եթե մինուս է, sense խնդիր չունենանք։ Այդ համար ինչ ենք անում, առաջի բառը չլսեցի։ Այսինքն ոնց որ քառակուսի ենք բարձրացնում, այսինքն իրանց քառակուսային գումարը։ Okay։ Այս շատ լավ տարբերակ է։ Այստեղ ոնց որ կարա հանգիստ լինի, որ մեկը 2 մետր ծուռ գշակի, մյուսը 2 կիլոմետր n մի ուղղությամբ ծուռ գշակի, բայց ոչ եղավ որ ճիշտ գշակեց ճիշտ։ Այս մեր են 3 վիճակագրագետների ու բադերի անեկդոտն է նույն։ Դրա համար կարանք վերցնենք որպես մի տարբերակ հաշվենք քառակուսիները տարբերությունների։ Դա կլինի մեր L2 սխալանքը։ Երկրորդ նորմա։ Կարանք վերցնենք մոդուլները, հաշվենք ու իրար գումարենք։ Իրանք ունեն իրենց նրբությունները, իրենց դետալները, երբ է մեկը լավ, կա հազարը մի ուրիշ տարբերակ, կա օրինակ բան, որ մի կտորում սենց է, ներողություն, մի կտորում սենց է, մյուս կտորում սենց է։ Սրան հինջի լոս են անվանում, եթե չեմ շփոթվում։ Այս մի խոսքով, սա որպես բնական մոտեցում կլինի, ու սրան մենք անվանելու ենք loss function, սխալանքի ֆունկցիա, կամ նաև կորստի ֆունկցիա են անվանում իրան, cost function են անվանում, հազարը մի անուն ունի իրական։ Տեսական մակարդակով խի օգտագործել երկրորդ կարգ, խի օգտագործել առաջի կարգ, կրկին ոնց որ մաթեմի կտորից այդ սիրուն պահերը նստացրած է։ Բայց սա մեր մոտ ժողովուրդ, սահմանեցինք մի հատ կետի մակարդակով, այսինքն L-ը վերցնում է թիրախները ու վերցնում է մեր իսկական տվյալ արժեքները, այսինքն վերցնում է 5-ը ու 3-ը ու մեզ վերադարձնում է 5 մինուս 3 քառակուսի, այս դեպքում 4։ Հիմա սաղ տվյալների բերելու համար պետք է բռնենք իրան միջինացնենք։ Այսինքն բռնենք ասենք գումար բոլոր կետերի վրա հաշված ես մեր սխալանքները։ Այսինքն այս սաղ ամեն ինչ որ իրար գումարենք, արդեն կունենանք risk կոչվածը։ Ավելի կոնկրետ, ստեղ ունենում ենք մենք empiric risk։ Ինչի empiric։ Հիմնականում empiric որ ասում ենք, նշանակում է տվյալներից եկող, աշխարհից եկող։ Empiric ենք ասում, որտեղ իրականում մենք ստեղ ոչ թե բռնում ենք ուսանայում ենք բոլոր հնարավոր արժեքների համար, այսինքն մենք ոչ թե գնում ենք մած սպասումն ենք նայում ես մեր L-y ֆունկցիայի, այսինքն միջին ոչ թե վերցնում ենք միջին սխալանքը ինչքան է եղել, որտեղ չենք կարող ինտեգրալ հաշվենք, որտեղ իրականում ինտեգրալ հաշվելու համար պետքա բոլոր տվյալները ունենանք, էլի պետքա իմանանք թե տվյալները որտեղից է գալիս, որ տեսական այդ բանը ունենանք, էլի մենք տեսական մակարդակի վրա սահմանված ռիսկը ունենանք, դա էլ առահատ է երբևէ կունենանք։ Ունենք ուղղակի այն ինչ ունենք, ու այն ինչ ունենք, այդ մեր խեղճ ու կրակ դատասեթն է, որի վրա հերթով տողարտող պատտվում ենք, հաշվում ենք ու կամ կա որ գրում ենք միջին, այսինքն 1/9 անգամ տտ, կա որ առանց այս 1/9-ի ենք գրում։ Իրականում շատ կարևոր չի, որովհետև եթե արդեն ֆիքսած տվյալների վրա պետքա օպտիմիզացիա անենք ու նվազեցնենք այս ռիսկը, կապ չունի n անգամ ինչ որ բան նվազեցնես, թե ուղղակի եթե ինչ որ բան նվազեցնես, էլի այդ սկալարով բազում պատկելը դեռ չի խաղում, էլի այնտեղ պրոպորցիոնալ է ինքը սրան։ Բայց հա, բռնում ենք ու նվազեցնում ենք empiric risk-ը։
Իսկ մենք ստեղ ունեցանք արդեն R sense իրան մի քիչ թիթիզ R ենք ասում, R էմպիրիկը վերցնում է հիփոթեզ, այսինքն վերցնում է մոդել այդ մեր ֆունկցիան։ Ու վերադարձնում է մեզ մի հատ թիվ։ Այդ թիվը արդեն նկարագրում անա, թե ինչքան սոված ենք մնացել։ Կամ ճիշտ ինչքան կուշտ ենք դարել։ Ուզում ենք, չէ, ինչքան սոված ենք մնացել, որտեղ ուզում ենք նվազեցնենք մեր սոված լինելը։ Ուհա, այս էլ մեզ մյուս կարևոր էֆեկտ է։ Միանգամայն ստեղ ասեմ, դե լավ, հիմա օրինակ ունեմ մի քանի հատ մոդել, օրինակ ունեմ 2 գումարած 3x-ը, ունեմ 3 գումարած 2x-ը, 6 հանած x-ը։ Կարամ բոլորի համար հաշվեմ այս էմպիրիկ ռիսկերը, վերցնեմ ամենափոքր օրինակ, չէ՞։ Բայց դե սա կացին մոտեցում է կոչվում, ու մենք առահատ է կկարանանք իրական աշխարհում բոլոր հնարավոր տարբերակներով գնանք։ Մեզ ստեղ պետք է արդեն օպտիմիզացիոն մոտեցում։ Մեզ պետք է մի հատ ինչ-որ ալգորիթմ, որը կգտնի այն արգումենտը, որի դեպքում էմպիրիկ ռիսկը ընդունում է իր մինիմումի արժեքը։ Այս process-ին անվանում ենք էմպիրիկ ռիսկի մինիմիզացիա, ERM։ Սրա համար մենք գալիս ենք մեր լավ ընկեր օպտիմիզացիային։ Մեր խնդիրն է, ունենք ինչ-որ θ1, θ2 պարամետրերով ֆունկցիաներ, կամ θ3, θ4 կարա շատ ալի բարձրաչափ լինի, էլի։ Ու ունենք մի հատ R էմպիրիկ, պետք է գտնել R էմպիրիկի ցանկալի գլոբալ մինիմումը։ Գլոբալ մինիմումը այն է, որ բոլոր արժեքներից իր արժեքը ավելի լավն է։ Լոկալ մինիմումն այն է, որ կա ինչ-որ մի հատ շրջանակ, որտեղ իր արժեքը բոլորից լավն է, բայց կարա մի հատ հեռու տեղ գնանք, ավելի լավ արժեք լինի։ Այս ամեն ինչը շատ ավելի նորմալ, շատ ավելի մանրամասն օպտիմիզացիայի կտորում լեկցիայի։ Հա։ Ու ոնց կարանք իրան անենք, ամենաստանդարտ մոտեցումը կոչվում է գրադիենտի վայրեջք։ Ինչ է անում գրադիենտի վայրեջքը։ Կուզեք դուք ասեք, ժողովուրդ, իմիջիայլոց։ Ինքը գտնում է ինչ որ ճանապարհ, ենթադրենք ամենակարճ ճանապարհը դեպի բանը ամենացածր կետը, մինիմումի կետը դեպի։ Այդքան էլ չէ, ոնց որ այդ իդեալական Ուղղություն դեպքում չի տալիս ինքը ավելի շատ որ կողմ շարժվենք, որ ավելի մոտենանք ուղղությունը։ Ահա, այ ձեր երկուսի ասածները, մերսներ պատասխանները, ձեր երկուսի ասածները որ միացնենք, ինքը ասում է ամենալավ ճանապարհը, բայց կոնկրետ մի կետի մակարդակով։ Ինքը ժլատ ալգորիթմ է անվանվում, այսինքն օրինակի համար կարող է իմ թիրախստել լինի, այս բանը որոշի, որ այս պահին եթե ներքև իջնեմ ամենալավը տենց է, հետո գամ ստեղ, բայց իրականում այսպես ուղղություն լիներ, բայց սա օրինակ ավելի թափով իջներ, քան սա, դրա համար ինքը այս ուղղությամբ չգնար։ Ինքը ուղղակի լոկալ մի հատ պատահական կետից սկսում ենք, այդ կետում նայում է թե որ ուղղությամբ գնա, որ իր արժեքը ինչքան հնարավոր է արագ նվազի։ Այդ ուղղությունը լինում է գրադիենտի հակառակ ուղղությունը։ Համար գրադիենտի վայրեջք ենք անվանում, gradient descent։ Իսկ մենք վերցնում ենք ինչ-որ θ t կետ ու θ t + 1-ը հաշվելու համար θ t-ից հանում ենք gradient այս կետում հաշված։ Ու այդ ուղղությամբ քայլ ենք անում։ Եկանք նոր կետի, նույն պատմությունը այս նոր կետից ենք անելու հիմա։ Այս կետից եկանք վրացինք այստեղ, հետո ստեղից ստեղ, սենց իտերատիվ հույս ունենք ինչ որ պայս կմոտենանք դեպի գլոբալ մինիմում։ Վայ, ինչ որ երազներից բան ասացի։ Լոկալ մինիմում, գլոբալ մինիմումը այդ նենց շատ պետք է բախտներս բերի, էլի կամ շատ հեշտ խնդրի վրա աշխատենք, որ բախտներս բերի։ Բայց հա, միտքը դա է։ Իհարկե պրակտիկայում օգտագործում ենք ոչ թե gradient descent, այլ օրինակի համար Ադամին կհիշեք որպես երկրորդ կարգի gradient օգտագործող մեթոդների ընտանիքից, այժմ ներողություն, ոչ թե երկրորդ կարգի, այլ երկրորդ կարգի չափ ինֆորմացիա ստանալ փորձող մի հատ բան, բայց ֆունդամենտալ հիմքում մեկը առաջի կարգին է։ Այնտեղ Նյուտոն-Ռավսոն բանման չի, էլի, ուղղակի կետային արտադրյալն է վերցնում բանի։ Բայց մի խոսքով, սրանց մասին էլ առանձին էլի օպտիմի մեջ խոսացել ենք, սա ով ուզում է ավելի խորը կարաք նայեք կամ վերհիշեք։ Այս առաջի դասի մակարդակով մեզ միտքն է ուղղակի կարևոր, էլի։ Ստեղ մի հատ էլ գաղափար, որ մի քիչ պլստացինք այդ թեմայով, այնա որ երբ որ այս կետում հաշվեցի գրադիենտը, հասկացա, որ հակառակ ուղղությամբ պետքա գնամ, պետքա նաև լոնքի չափը ընտրեմ, այսինքն ինչքան արագ եմ թռնում։ Դրա համար մենք մի հատ ունենք ալֆա պարամետր, որ ասում է թե այս գրադիենտի ուղղությամբ
քանի անգամ գնանք։ Իրան ինչ որ սխմում կամ սխմում կամ ձգում է, էլի։ Իհարկե գրադիենտը մեծ եղավ ինքն էլ ամեծնում, բայց ամեն դեպքում ինչ որ ֆակտորա ինչքան քչացնել, շատացնել։ Իր այդ պետքա տարբեր տարբերակներ ունենք իրան գտնելու, ինքը այդ հիպերպարամետր կոչվածն է։ Ինքը օրինակ այդ լամբդաներից մեկն է, որ կոնֆիգուրացիայի պարամետրը։ Պետքա ընտրենք, ֆիքսենք ու իրան աշխատացնենք։ Եթե շատ ընտրեցինք, կարող է գա սենց թռնի ու սկսի գնալ ընկնել էս կողմ, չկարանա ընդհանրապես ընկնի մինիմումի մեջ։ Փոքր ընտրենք ծիպուկներով սենց բուքսավատանելով տրտրտրտրտրտրտր մինչև հասնի, կարող է արդեն մեր ժամանակը սպառվի կամ ռեսուրսները սպառվի։ Լավ ընտրենք, շատ լավ կլինի։ Ոնց ընտրել բանման, որպես առանձին հիպերպարամետրերի tuning կամ հիպերպարամետրի օպտիմիզացիա խոսալու ենք, բայց նաև ինչ որ չափով ինտուիցիա եւ այլն կարա օգնի ձևավորի բանի կտորը։ Մեր օպտիմիզացիայի կտորը, էլի։ Կներեք, որ ասենց շատ ուղղբան, ոնց որ ուղղություններ եմ տալիս դեպի նախորդ դասեր, ուղղակի նախորդ դասերում նպատակը էր տեղը գցենք, որ հետո ML-ը հանգիստ առաջ գնանք։ Հիմա ոնց որ այդպես բաները չենք կրկնի, գաղափարի մակարդակով ամեն ինչ կկրկնենք, այնց որ լավ հասկանաք, կարողանաք լավ կիրառեք, իսկ եթե ուզում եք ջիգարով հասկանաք, այդ դեպքում արդեն կօգնի այդ նախորդ դասերը, էլի, ովքեր որ նոր են միացել։ Ներավ։ Այստեղ մի հատ նշում, որ արդար կլինի անել, դա նա որ իրականում էս իմ նկարագրած սյուժետը, կամ լավ, այսա մի քիչ ներքևում այդ նշում կանեմ, բայց իմ այս նկարագրած սյուժետը կարենք խուսափեինք առանց օպտիմիզացիայի ընդհանրապես անենք, վարքյանական իդեալական ճիշտ պատասխանը ստանայինք։ Այս մի հատ եթե արագ օրինակով անցնենք, պատկերացնենք ունենք այսպես մի հատ ինչ-որ մոդել, որ ասում է թետա տրանսպոզ x, այսինքն թետան մեր մոտ է թետա 0, թետա 1, թետա 2 եւ այլն նա, x-երը մեր մուտքերն է, գուշակությունը գծայինով ենք անում։ Սա կոչվում է գծային ռեգրեսիա։ Ռեգրեսիա ենք անում ու գծային։ Վուալյա գծային ռեգրեսիա։ Այսինքն գուշակություններ անելով եթե գնանք, այսինքն ու մեր հիպոթեզների տարածությունը այսինքն լինի ուղիղ գծերը, մենք ունենանք բուն L2 ռեգրեսիայի խնդիր, ասենց ասած, որտեղ այստեղ մի քիչ կրկնվում եմ իրականում, ինչ որ այդքան շատ նոր բան չկա։ Բայց մեր խնդիրը լինելու է նվազեցնել y-ի հանած թետա տրանսպոզ x-ի քառակուսի ֆունկցիան, իրեն նաև կարող ենք ասենք sum of squared errors, քառակուսի բարձրացրած էրորների գումար։ Այդ խնդիրը կարող ենք անենք ավանդական օպտիմիզացիայով ու նաև կարող ենք ուղղակի դիտարկենք որպես ունեմ թետա, y ու x-ը ֆիքսած են, սա իմ մոտ դառավ ֆունկցիա, որի համար կարող եմ մինիմում հաշվեմ, չեմ, կարող եմ բռնեմ, ածանցելը հավասարացնեմ 0-ի, դրանով կգտնեմ կրիտիկական կետ, որ գտա կարող եմ ստուգեմ ինքը մինիմումի կետա, մաքսիմումի կետա, թե ոչ մի բան է, թամբակետ է։ Իրականում այս դեպքում պարզվում է ինքը մինիմումի կետա ու այս բանաձևը, թետա x տրանսպոզ x մինուս 1 x տրանսպոզ y, ավտոմատ մեզ տալիս է ճիշտ պատասխանը։ Մենակ այս քառակուսային ռեգրեսիայի դեպքում, էլի օրինակ եթե L1-ով փոխեմ, արդեն անալիտիկ լուծում չեն կարող ունենանք։ Այս սրան անվանում են անալիտիկ լուծում կամ բան, closed form solution, որտեղ հստակ բանաձև է տված, էլի, ձևը փակած է, closed form։ Կամ նաև անվանում են նորմալ հավասարում, normal equation։ Ու մեր հաջորդ դասին, այսինքն հենց վաղը չեմ մյուս օրը, մենք նախ դուրս ենք բերելու այս բանաձևը, հետո խոսալու ենք մի քանի հատ ավելի տեխնիկական կտորից, թե այս ամեն ինչը ոնց կարող ենք իմպլեմենտացնենք, որ հարմար լինի դիզայնի մատրիցի գաղափարման։ Բայց մտածեցի այդ սա թողենք հաջորդ դասին, որ մի քիչ ավելի փոքր քայլերով գնանք ու ստարտ տալը այդքան բան չլինի, ճնշող չլինի։ Դրա համար, եթե մինչև այստեղ հարց չկա, ուղղակի մի երկու բառով նաև կխոսամ մոտ ապագայի պլաններից։ Ու в принципе շաբաշ։ Մեկ է մի հատ տնային կասեմ։ Ես ես որպես տնային այսօր ուղարկելու եմ մի հատ տվյալներ, մի հատ CSV ֆայլ եմ ուղարկելու ու այնտեղ այս կայքում ստեղ ավելանալու է ML-ի սեկցիա, ձեզ հողումը կուղարկեմ։ Այստեղ հստակ տնայինը գրած կլինի, նաև հաջորդ դասից հետո մի հատ Google Form եմ ուղարկելու, որ ուղղակի հարց-պատասխաններ լինի, դուք այդտեղ լրացնեք, փորձեք ոնց որ ինքներդ ձեզ կամ ոնց որ պատկերացեք երեխու եք բացատրում, ոնց կարող եք բացատրեք այս տերմները, որպես մի հատ դուք ինքներդ հասկանաք լավ տեղը ընկելա ձեր մոտ թե չէ այս գաղափարները։ Բայց հստակ տնայինը հաջորդ դասի համար որ լինելու է, այդ
իմ ուղարկած տվյալները ուսումնասիրել ու փորձել ես մեր միջև ստե խոսացածը, այդտեսքն gradient descent անել բանման, իմպլեմենտացնել մենակ NumPy օգտագործելով։ Նման բան իրականում օպտիմիզացիայից արդեն արել ենք, բայց հատկապես ով նոր է միանում, լավ օրինակ կլինի, էլի։ Ու կարաք հետո գրեք ասեք, թե գտակ բանաձևը, ասեք այս էր բանաձևը, ես ասեմ հա ճիշտ գտար, ապրես կամ չէ ճիշտ չէր, նույնիսկ փորձի։ Ուսում եմ։ Ագներգես հարց ունեմ։ Իսկ ես դե նոր եմ միացել, կուզենայի հասկանալ, այսինքն դուք սովորաբար Python-ը PyCharm-ով եք աշխատում, թե Google Colab-ով, թե տարբերություն չկա։ Ես բանով եմ։ Այ, իմիջիայլոց եկեք մենք հենց այս էկրանն բերեմ։ Ոնց որ դուք լրիվ ինչով ուզում եք արեք, մեր մոտ այնպես բան չկա, էլի, որ տնայինը պարտադիր մեզ ուղարկեք բանման։ Միակ շրջանը, որ ասում ենք տնային ուղարկեք, այդ նրա համար էր, որ խափենք, մտածեք deadline կա, որ ականջի հետև չգցեք, բայց ֆունդամենտալ ոնց որ լրիվ ոնց ուզում եք արեք։ Իմ խորհուրդը կլինի այն, որ Google Colab-ից օգտվեք մենակ, եթե ռեսուրսների պակաս ունեք իրոք։ Եթե չէ, սա շատ խորհուրդ կտամ, կամ եթե ուզում եք ինչ-որ բան լինի, որ հեշտ կիսվեք մարդկանց հետ, էլի։ Ես այ շատ խորհուրդ կտամ, ես PyCharm շատ չեմ սիրում, VS Code եմ սիրում, որովհետև շատ ավելի թեթև է, շատ ավելի հարմար է, ու նաև քանի որ Microsoft-ինն է, տարօրինակաբար Microsoft-ը չի ավիրե, բայց հաշվի առնելով ինչքան է ամեն ինչ Microsoft-ի նկամանց GitHub բանման, լավ հարմար է իր հետ օգտվել, էլի։ Կարաք ուղղակի VS Code PyCharm-ով ոնց ուզում եք գրեք, եթե կուզեք կարաք ուղարկեք, կարաք չուղարկեք, լրիվ ոնց հարմար է, էլի ձերից ձեր։ Հենց մոտակա դասերի պլանի հետ կապված մեր առաջի կտորը դե կառավարվող ուսուցումն է լինելու ու մենք փորձելու ենք ֆոկուս դնենք նրա վրա, որ ինքը լինի ահագին պրակտիկ։ Ինչ է նշանակում ահագին պրակտիկ։ Նախ առաջինը տեսական ինչ որ բաներ շատ չի լինելու, որովհետև տեսական համով հոտով բաները մաթեմի կտորում ծածկել ենք, ըստեղ ուղղակի հիշացնելու ենք իրանց մասին։ Ու պլյուս նաև ինչ որ օրինակի համար այս ամեն ինչը խոսացինք, բայց որ նստեք ինչ որ տվյալներ վերցնեք անելու լինեք, կտեսնեք ինչ որ տեղ գրած է աչքերի գույն օրինակ։ Այսինքն ասելով եք աչքերի գույն անգամ 4-ը ո՞րն է։ Կամ օրինակ տեսնելու եք ինչ որ սյունում տվյալ բացակայում է։ Կամ տեսնելու եք ինչ որ մի հատ թիրախը 99%-ը մի կատեգորիա, 1%-ը մի կատեգորիա, ինչ որ խայտառակ դիսբալանս կա։ Կամ օրինակ մի հատ բան 0-ից 1 է շարժվում, մի հատ բան 0-ից միլիարդ է գնում, հիմա խայտառակ տարբեր բաների վրա են իրանք, էլի, տիրույթներում են ապրում, ոնց իրանց դզել։ Այդ տեսանկյունից պրակտիկ բաների վրա շատ ենք կենտրոնանալու, որ կարողանաք կոնկրետ նստեք պրոյեկտներ անեք, էլի։ Մենք ոնց որ ուրախ կլինենք, ինչքան նրա շուտ դες հասնենք նենց փուլի, որ կարողանաք ասենք գործերի դիմենք, էլի տարբեր։ Հա։ Ու հենց մոտակա դասերի պլանով հաջորդ դասին նայելու ենք տեխնիկական այդ կտորները, այսինքն օրինակի համար այս ոնց հարմար կազմակերպել այդ ամեն ինչը NumPy-ով բանով, դիզայն մատրիցի ու վեկտորիզացիայի գաղափարի մասին ենք խոսալու։ Մի հատ նոր ռեգրեսիայի տեսակ ենք սովորելու, որը կոչվում է պոլինոմիալ ռեգրեսիա։ Այստեղ ռեգրեսիան ինքը ուղիղ գիծ էր գծում, այսինքն x1 անգամ θ1 էր գտնում։ Հիմա ոնց անենք, որ գտնի օրինակ θ1 անգամ x1 գումարած θ2 անգամ x քառակուսի, x1 քառակուսի գումարած θ3 անգամ x1 խորանալ, այսինքն ոնց պոլինոմիալ բաներ ման գանք, բազմանդամներ ման գանք։ Այդ դրանք ենք նայելու ու տեխնիկական կտորից, տեխնիկական ասելս նայել բան, պրակտիկ կտորից նայելու ենք ոնց կարող է օրինակ երկու դասի մեջ կախված տեմպից էլի ոնց լուծել բացակայող արժեքների հարցերը, ոնց գուցել կատեգորիկ արժեքների հարցերը, ոնց լուծել տարբեր տիրույթներում եղած բաների հարցերը ու նաև ոնց կարելի է մեկնաբանել գործակիցներ, այսինքն եթե ինչ-որ մեկը եկել է, բժիշկը եկել է, ասում է ոնց է մոդելը աշխատում, ոնց իրան բացատրենք, էլի ոչ թե ասենք այս բանաձևով է։ Հետո կարևոր գաղափարներից սովորելու ենք այս bias-bias trade-off-ը, որը վիճակագրությունից էլի անցել ենք, principi, բայց սովորելու ենք այդ բան, չափից շատ լավ աշխատել տեսած տվյալների վրա, խայտառակ լինել նոր տվյալների վրա կամ սկիտ եղած տվյալների վրա լավ չաշխատել այդ գաղափարները, underfitting, overfitting։ Ոնց ընտրել այդ լավ հիպերպարամետր, օրինակ ալֆան ինչ լինի, gradient descent-ի պարամետրը ինչ լինի, կամ եթե բազմանդամ եմ գծում, առաջի կարգի լինի, երկրորդ թե ութերորդ։ Ոնց պատժել overfitting-ը, երբ որ մոդելը զուբրիտ է անում տվյալները, բայց իրականում ոչ մի բան տենց որպես այսին չի հասկանում։ Ոնց այս ամեն ինչը նորմալ իրականում գնահատել, ինչ բանա խի պետքա տվյալները բաժանել 3 մասի. թեստային տվյալներ, պարապելու տվյալներ ու ստուգելու տվյալներ։ Ոնց դա ճիշտ ձևով անել։
ուրիշ ձևեր թե ոնց գնահատել թե մոդելը ինչքան լավն է այդ L1 L2-ից n-կողմ։ Ոնց նորմալ էս մեր էքսպերիմենտները, որ սաղ արել ենք, խմբավորել իրար, ոնց բացատրել մոդելի արդյունքները ավելի խորը մակարդակի վրա, ոնց հասկանալ, որ տվյալների արտահոսք ունենք, ինչ անել, երբ որ խայտառակ դիսբալանսա տվյալների մեջ, ոնց նոր սյուներ սարքել, ոնց ընտրել եղածությունների մեջ, ոնց հետո ի վերջո մեր մոդելը նենց անել, որ ուրիշներ նկարանան իրենից օգտվեն։ Այս սաղ գաղափարները մոտակա թեմաների համար, որպես ֆունդամենտալ գաղափարներ։ Մոդելների տեսանկյունից էլ supervised learning-ի կտորում ենք անելու ենք այս գծային ու պոլինոմիալ ռեգրեսիաները, հետո գալու ենք կլասիֆիկացիայի աշխարհ, նայենք լոգիստիկ ռեգրեսիան, հետո շատ կարճ մեր Տոմաս եղբորը Բայեսին անվանելու ենք միամիտի մեկը ու նայենք թե տենց ոնց կարանք մոդել օգտագործենք ու խիադա միամիտ, հետո մեր նախորդ դասից ու մաթեմի առաջի դասերից հայտնի կա ամենամոտիկ հարևանների ալգորիթմ ենք նայելու շատ կարճ։ Հետո գանք տաբուլար դատայի աստվածներին, տաբուլար դատա այդ աղյուսակային տվյալների, որ սումներ ու տողեր ունեմ, ծառերին, հետո երբ որ լիքը ծառեր ունենանք կստանանք անտառ, հետո ծառերին, որ տենց իրար հետևից աճացնենք, կստանանք gradient boosting, այդ գաղափարներն ենք նայելու, կարող խոսանք SVM-ների մասին, support vector machine, ասենք չգիտեմ, չեմ կողնորոշվում, անենք թե չէ, դրա համար optional եմ գրել, իրենց միտքը շատ լավն է, իրանք շատ հավես են, ուղղակի իրենց կյանքում չեք օգտագործելու 99%-ով։ Միտքն էլ օգտակար է լինելու, եթե ինչ որտեղ նոր բանի վրա եք աշխատում, որպես հնարավոր ոնց որ մտքի թռիչքի տենց F բան, էվրիկայի մոմենտի համար կարող է օգնի, դրա համար չգիտեմ, սրանք կանենք թե չեն կանի։ Այդ դրանից հետո կանցնենք ոնց որ թիթիզության գագաթնակետ նեյրոնային ցանցերին։ Այս մեր կառավարվող ուսուցումը։ Մի երկու բառով եթե ասեմ չկառավարվող ուսուցումից ինչ է պոտենցիալ կար։ Չէ, լավ եկեք շատ առաջ չընկնեմ, է։ Հա։ Այս էլ պլանի հետ կապված ժողովուրդ։ Դասերի հետ կապված է, ոնց նշել էի, հա, ժողովուրդ, ով բան, քննությունների մեջ է ձեզ բարի բախտ։ Քանի քննությունների մեջ ենք, վաղը չեմ այսօր մի հատ դաս կանենք, որ հետո մի քիչ չաղոտ տնային տանք, ով քննությունների մեջ չի իր վրա աշխատի, բայց այդ դրա հաջորդ շաբաթը մի հատիկ դաս կունենանք։ Այդ դրա հաջորդ շաբաթը արդեն տեսնենք, կարող նորից 2 դաս ունենանք, բայց հանդիպում ենք հաջորդ անգամ 5-շաբթի օրը նույն ժամին 7:30։ Եթե ինչ որ ֆորս մաժոր չլինի ու չաթում գրեմ, բայց դժվար թե լինի։ Նույնպես ես եւս մեկ հարց ունեմ։ Խնդրեմ։ Հիմա որ մենք նոր ենք միացել ու ինչ որ բաներ ուզում ենք վերհիշենք, ամեն դեպքում ինչ որ բան տիրապետում ենք, բայց վերհիշելու համար Telegram-յան chat-ում գործող նյութերի բաժնից օգտվենք։ Բանը, ոնց որ այս ամեն ինչը հավաքված, վայ, պետք է չմոռանամ ջնջեմ այս մասը։ Ես էլ պետք է ջնջեմ։ Կներեք։ Մեր սաղ նյութերը հավաքվում է այս կայքում, ստեղ Math-եմ, Python գրադարաններ, բանման։ Իսկ ամենաթարմ վերսիան տվյալների այս GitHub-ում է, ոնց որ այս VS Code-ը որ բացեցի, այդ հենց այս բան GitHub-ն է, էլի։ Սա նյութերը ստեղ են լրիվ։ Math-եմի համար թեթև ծաղկակախ արած մի քանի հղում կար, հայտարարություններում մի քանի նամակ վերև կա։ Python-ի համար է կարեք մի քանի բան նայեք արագ տեղը վերհիշելու համար, բայց նաև եթե կուզեք կարեք ինչ-որ բաներ գրեք, այտենց ոտի վրա օգնենք։ Բայց հա, կարճացած Իսկ GitHub-ի լինկը կա։ Հա, այդ հենց նյութերի բաժնում փին արած է ինձ թվում, ու հայտարարություններում էլ է փին արած։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Դες մերսի հարցերի համար։ Այդ շատ լավ է, էլի, իրոք որ հարցեր եք տալի, ժողովուրդ, էլի մնացածն էլ Արգինեի օրինակով ոգևորվեք, դուք էլ լիքը հարցեր տվեք, եթե կան։ Առաջի ML-ի դասն է, ոնց կարա շատ հարց չլինի։ Կարող չեք հասկացա ինչ որ բաներ, որ չեք հասկացա։ Այդ ամենավախենալու չհասկանալն է, գիտեք, չէ՞։ Դրա համար էլ այդ Google Form-ը պլանավորում եմ ուղարկեմ, որ լրացնեք, փորձեք ըստ դրա հասկանաք, հասկացել եք, թե չէ։ Մի խնդրանք ժողովուրդ, եթե որոշեք էլ դասերի չմիանալ, ինձ խնդրում եմ բան արեք, էլի մի հատ գրեք, ոնց որ կարաք նաև անանուն գրեք, եթե կուզեք։ Ինձ ուղղակի ոնց որ կուզեմ հասկանալ, թե ինչը կարայինք օրինակ ուրիշ ձև անենք, որ շարունակենք մնալ, որովհետև ինչ որտեղ ասես ինչ խումբ ասես ինչ ձևով ասես արել եմ ամենտեղ այն էֆեկտը եղել է որ լիքը մարդ կպնում է հետո կորում են ու չեմ գտնում ձև թե ոնց անել որ այդ անկումը նույն ձև չլինի շատ բնական էֆեկտ է էլի որ եթե կազմակերպենք գնալ խաշուտելու էլի նույն ձև sense գրաֆիկ կլինի էլի ով է համաձայնվում ով է վերջը գալիսը բայց
ամեն դեպքում լավ կլինի, եթե ինչ որ բացասական feedback կա, այդ կարծիքը իմանանք, որ փորձենք ըստ դրա դզենք, էլի։ Ու մի հատ էլ էլի խնդրանք, որ եթե հարցեր եք ունենում, խաբար արեք։ Իրոք խաբար արեք, էլի։ Ոնց որ ինչքան շատ հարց տակ է, այդքան լավ է, էլի, կարճ ասած։ Կարալյոկի ասածը նույնիսկ չեմ ուզում ասեմ, որովհետև մարդիկ կա արդեն 9-րդ անգամ են լսել մի քիչ պետք է այդ մարդկանց պսիխիկային էլ խղճալ։ Բայց կարճ ասած, ես հարցեր շատ եմ սիրում, հարցեր շատ տվեք, հարցերը շատ կարևոր է։ Գոնե եթե ինչ չեք տալիս, Կլոդին տվեք, բայց Կլոդին էլ որ տալիս եք, ասեք թող միանգամից չպատասխանի, էլի գոնե հուշի, ավելի շուտ ոչ թե